Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ Էրեբունի վարչական շրջանում, Մարիայաստան խմբակցության ստուգայցների շրջանակում, այս պահին ես Աթոյան 21/1 հասցեով եմ գտնվում, որտեղ եկել էի տեսնել, թե ինչ վիճակում է եւ ոնց է արվել Բաքվի հիմնական վերանորոգման աշխատանքները։ Սա տվյալ վարչական շրջանի այս տարվա արած աշխատանքների top 3 ամենաթանկ աշխատանքների հորիզոնականում է եւ շատ հարցեր ծագեցին տվյալ Բաքվի աշխատանքների վերաբերյալ ընդհանուր տվյալ Բաքվի համար ծախսվել է 16 միլիոն 500,000 դրամ, չեմ սխալվում, եւ պետք է հիմնանորոգվի եւ այստեղ պետք է լինի ջեռուցման համակարգ, ասեմ կներեք ջեռուցման ջրի ոռոգման համակարգ, որը առկա է, սակայն պետք է նաեւ լինի գազոն, չկա այդ գազոնը։ Տվյալ պայմանագիրը կնքվել է ապրիլի 11-ին եւ իրենց աշխատանքի ժամկետն է 2 ամիս 60 օր։ Հիմա ինձ ամենաշատը հետաքրքրեց մի բան տվյալ Բաքվի վերաբերյալ, խնդիրները բազում են, բայց խնդրում եմ նայեք այս զիբիլի ամանին։ Տվյալ աղբամանը ձեռք է բերվել մոտ հատը 150,000 դրամով։ Ինձ համար դա բավականին զարմանալի է, որով ինչ-որ ֆանտաստիկ մատերիալներ չեք տեսնի, ու հետաքրքիրը որն է, որ հենց այս կողքի նստարանը, որը չափսերով ավելի մեծ է, եւ օրինակ ի համեմատ երեկվա նստարանների, որոնք որ տեսա Շենգավիթ վարչական շրջանում, սրանք ավելի նորմալ է ֆին տեսք ունեն եւ ի տարբերություն Շենգավիթի բազում բակերի, այստեղ այդ տակի աշխատանքը թե տեսնում եք արված է, ամրեցված է։ Չգիտեմ տակը բետոն կա թե չէ։ Պարոն Չախոյանի հեղինակային իրավունքները չեմ խախտի, բայց ըստ կապը ընդհատվեց, ըստ պայմանագրի պետք է լինի տակը բետոն, հետո արդեն որ ֆիքսվի, որտեվ եթե հող է լինում, շատ շուտ վիճակից դուրս է գալիս եւ տեսեք, սա ավելի էժան է նստել այս մարդկանց վրա, քան թե սա։ Հսկայական այս փայտի կտորը, երկաթով եւ այլն, սա արժի հաշվեցինք ընդհանուր տեղադրումով ամեն ինչով հատը 140,000 դրամ մոտ, սա դրանից ավել 150,000, բայց ինչպես տեսնում եք շատ ավելի փոքր է եւ կարծում եմ նույնիսկ նաեւ տեղադրման աշխատանքը ավելի հեշտ է։ Տվյալ երկու առարկաներից պետք է լինի 10 հատ եւ 12 հատ։ Տվյալ բակում մենք տեսնում ենք 7 աղբաման եւ միայն 2 նստարան։ Մեկը այն էր, որը ցույց տվեցի, մյուսը որտեղ որ բնակիչները նստած են։ Խնդիրը նրանում է, որ անընդհատ հենց մենք ժամկետներից խոսում ենք, սկսում են մանիպուլացնել, ասել դե գիտեք անձնում ընդունում ուշ ենք սկսես են կարել, բայց հաստատի ապրիլին տվյալ պայմանագիրը կնքվել է եւ հիմա արդեն հոկտեմբեր ամիսն է, 60 աշխատանքային օրը, չգիտեմ, երբ պետք է անձնում ընդունումը անեն, որ հիմա սա ուշացում որպես չդիտարկենք, խնդրում եմ համեցեք, սա խաղա հրապարակն է։ Այստեղ պետք է լինի ռետինե ծածկ, այստեղ պետք է լինի երեխաների համար այդ խաղային գույքը, որի մի մասը տեսնում եք, մնացածը չկա։ Բնակիչների հետ խոսեցի, բնակիչները ասեցին, որ աշխատանքները սկսվել է մոտ ամիս կես, 2 ամիս առաջ, այսինքն պայմանագրից ահագին ավելի ուշ է սկսվել, եթե պայմանագիրը կնքվել է ապրիլին, ապա աշխատանքները սկսել են օգոստոսին եւ այս գազոնի բացակայությունն էլ է հետաքրքիր, որտեղ վերջում ասելու են ազդումը շուտ ենք ուշ ենք արել, դրա համար ընդունումն ենք ուշ արել, դրա համար հետո արդեն ձմեռ եկավ եւ չհասցրեցին գազոն անենք, բայց փաստացի այս պահին աշխատանքային օրը, աշխատանքային ժամը որևէ մարդ այստեղ չկա եւ կարծում եմ գազոնի հետ աշխատանքներ իրականացնողներին որևէ բան չէր խանգարի, որպեսզի նրանք դա արդեն ավարտած լինեին։ Սակայն ինչպես տեսնում ենք, ավարտած չէ։ Այսինքն, ամփոփենք, ճիշտ ասած, այս վերջի մի քանի օրվա մեջ մոտ մի 40-50 բակ են պատտվել, տարբեր բակերում, տարբեր խնդիրներ ես նկատում, բայց սովորաբար օրինակ Շենգավիթի վարչական շրջանում նկատեցի, որ այդ խաղային երեխաների համար գույքը բացակայում է, որը որ պետք է թաղապետարանը տրամադրի, մնացած աշխատանքները արված են։ Որակի տեսանկյունից հետագայում եւս ցույց կտամ, լավն ընթեվատը, դուք ինքներդ կարող եք դատել, ըստ իս որակի մեծ խնդիր կա,
Որակի բացակայությունը կարող է պայմանավորված լինել բացառապես երկու հանգամանքով, մեկը պետք է լինի այն, որ այս մարդիկ ուղղակի վերահսկողության մեխանիզմ չունեն եւ այս իրենց տենդերները անցկացվում են սխալ, որոնց արդյունքում փաստացի ընտրվում են սխալ կապալառուներ, որոնք ոչ բարեխիղճ եւ վատ աշխատանք են իրականացնում։ Երկրորդը, որ ես կարծում եմ ավելի հավանական իմանալով մեր քաղաքային իշխանության կուսակցության տեսակը, դա պարզապես ակնհայտ կոռուպցիա է։ Այսինքն ոնց է այդպես, եթե 12 հատ նստարան պետք է լինի, ինչու է այս պահին 3 հատ, 2 հատ կներեք։ Եթե 10 հատ աղբիաման պետք է լինի, ինչու է 7 հատ։ Եթե ապրիլին է կնքվել, ինչու է հոկտեմբերին անավարտ։ Եթե գազոն կա պայմանագրով, ինչու գազոնը չկա, խաղահարապարակը չկա։ Այսինքն սա պատրաստ կլինի զբրան, հա, որ երեխաները արդեն չկարանան իջնեն, մնա մյուս սեզոն երեխաներին իրենց սեփական բակը ճանաչելը։ Սա ժողովուրդ ջան ակնհայտ անկազմակերպ, ոչ պրոֆեսիոնալ, կոռումպացված աշխատանքի արդյունք է։ Ես վստահ եմ, որ ԿՊ-ի ձախողումների հիմքում այո կոռուպցիան է, բայց շատ մեծ տեղ է զբաղեցնում ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, շատ մեծ տեղ է զբաղեցնում տվյալ անձանց հմտությունների բացակայությունը այն ուղղությամբ, որ իրենք չեն պատկերացնում, չեն հասկանում իրենք որ սուբյեկտ են ներկայացնում եւ վերահսկողական ֆունկցիան իրենց ինչ է ներկայացնում։ Եվ ես այո իհարկե ենթադրում եմ, որ կան պայմանավորվածություններ, որ պատահական չէ, որ հսկայական նստարանը եւ իր կողքի իր քաշի եւ չափսի, չգիտեմ 20%-ը կազմող աղբամանը մոտ նույն գնի են, երկուսն էլ իմ կարծիքով թանկ են, հատկապես բնականաբար աղբամանը։ Ժողովուրդ ջան, այո, ցավոք սրտի մեր պետությունը այսօր այնպիսի մի վատ տխուր վիճակում է, մեր պետականությունը այնպիսի ռիսկերի տակ է, որ քաղաքային տվյալ հարցերը նույնիսկ ինձ համար ոնց որ պահեր են լինում, որ ես հասկանում եմ, ասենք Միքայել Սրբազանը բանտում է, մենք գնում ենք դեպի թրկացում, ինչ կապ ունի այս քաղաքի մանր հարցերը, բայց իրականում սա մանր հարցեր չեն եւ ես իբրև առաջնային մանդատ կրող անձ, իբրև ավականու անդամ եւ մեր ամբողջ խմբակցությունը մեր պարտքն ենք համարում դες անընդհատ ցույց տալ, որ այս մարդիկ ամեն ինչ անում են ուշացված, անում են ոչ որակով, անում են անհասկանալի գներով, անում են փող գողանալով եւ վստահեցնում եմ ձեզ, որ միակ ձև այս ամենից ազատվելու, դա իրենցից ազատվելն է, այսինքն քաղաքական փոփոխություն է անհրաժեշտ եւ Վաղարշապետի սիրելի բնակիչներ, մոտ 1 ամսից դուք հնարավորություն կունենաք վռնդել ԿՊ-ին իբրև իշխանություն մեր բոլորի սուրբ հայկական քաղաքից, մեր սիրելի Վաղարշապատ համայնքից եւ իմացեք, եթե դուք ուզում եք նման վիճակ, եթե ուզում եք ամեն ինչ ուշացված, մեծ գրած տվեր, էժան առած ապրանքներ, ապա միանշանակ ընտրեք ԿՊ-ից։ Եթե ուզում եք արժանապատիվ լավ միջավայր ձեր երեխաների, ձեր ընտանիքների համար ձեր բակերում, եթե ուզում եք, որ թե ձեր պետության անվտանգային դիվանագիտական սյուները պինդ լինեն, թե ինչու ոչ ձեր քաղաքի նստարանների գները ճիշտ եւ կրկին տակը ամուր ֆունդամենտ, ապա միանշանակ պետք է գնալ եւ մերժել ԿՊ-ին ժողովուրդ ջան։ Մեր բոլորի, գուցե մենք կարող ենք լինել տարբեր քաղաքական միավորների ներկայացուցիչներ կամ տարբեր կարծիքների տերեր, բոլորիս առաջնային խնդիրը պետք է լինի ազատվել ԿՊ-ից սկզբում Վաղարշապատ համայնքում ու դրանից հետո բնականաբար ամբողջ Հայաստանով։ Մենք ունենք քաղաքական մի բեմ, որը շատ բաները կեղծ է ցույց տալիս, կեղծ օրակարգերը նաև շեղում են մեզ իրականությունից, իրականությունը երբեմն, ասեմ ձեզ, ավելի լավն է փաստերով, քան թե մենք կարծում ենք ունենալով ԿՊ-ին այս երկիրը շրջապատած եւ շրջափակած վիճակում, իրականությունը այն է, որ ԿՊ-ն արդեն ստաբիլ պարտվում է թիմ ընտրություններում եւ ընդդիմության միասնական աշխատանքի արդյունքում ԿՊ-ն պետք է իշխանազրկվի ամբողջ հանրապետությունով։ Կրկին այդ ժամանակ համ մեր բակերը կլինեն լավ որակով, համ մեր սահմանները կլինեն պինդ, համ մեր հարաբերությունները արտաքին աշխարհում, թե մեր կեցվածքը ուղղվի եւ այս առավիրքը վերջապես կավարտվի։ Շնորհակալություն, կհանդիպենք Երևանի փողոցներում, լավ եղեք։